Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում շարունակվում են իրագործվել ծրագրեր ուղղված քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանն ու արդյունավետությանը։ Օգոստոսի 2-ին Գեղարքունիքի մարզպետանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի գլխավորությամբ անցկացվեց հանդիպում քննարկում կոմիտեի անդամների եւ մարզի համայնքների ղեկավարների շահագրգիռ անձանց մասնակցությամբ։ Հանդիպմանը քննարկվեցին մի շարք հարցեր, ներկայացվեցին ոլորտի բարեփոխումները։ Խնդիր դրեցինք մեր առջև, որպեսզի ավելի օպտիմալ օգտագործվի կադաստրի պետական կոմիտեի ուժերը եւ պիլոտ ծրագիր իրականացրեցինք 3 մարզերի պետական կադաստրի ստորաբաժանումներ միավորվեցին իրար եւ ստեղծվեց մեկ մարզային ստորաբաժանում։ Դրանք Կոտայքի, Արագածոտնի ու Արմավիրի ստորաբաժանումներն են։ Այս մարզերի բնակիչների ներկայացրած դիմումները ընդունվում են էլեկտրոնային պարզեցված եղանակով։ Արդյունքում տարեկան խնայվում է շուրջ 50 միլիոն դրամ։ Երևանում եւս կոմիտեի սպասարկման գրասենյակների թիվը կրճատվել է, հասնելով 3-ի։ Այս գրասենյակներում քաղաքացիները հնարավորություն ունեն մեկ կոճակի հպումով ռեյտինգային գնահատական տալ իրենց սպասարկողներին։ Կադաստրի կադրային բազան ապահովելու համար ստեղծվել է նաեւ ուսումնամեթոդական կենտրոն։ Ուսումնամեթոդական կենտրոնի աշխատանքներում մենք կարողացանք 4 բուհերի հետ պայմանագիր կնքել եւ հիմա լավագույն ուսանողներին անվճար կարողանում ենք ուսուցանել տարբեր որտեղ գրասենյակի աշխատողներ, կադաստրի, քարտեզագրման եւ այլն այդ աշխատանքներում եւ մեր կադրը դառնալուց հետո ընդունել աշխատանք։ Այսուհետ նոտարները եւս կարողանան իրականացնել կադաստրի գործառույթների շատերը, այդ թվում քաղաքացուն տրամադրել միասնական տեղեկատվություն եւ համապատասխան վկայականներ։ Չափագրողների եւ գնահատողների ինստիտուտներում եւս բարեփոխումներ են կատարվել։ Անձինք լիցենզիաներ ստանում են բացառապես մասնագիտական խիստ քննություն անցնելով։ Հանդիպմանը համայնքի ղեկավարները բարձրացրին տարբեր հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին անճշտություններին։ Մենք անպայման հանձնաժողով կստեղծենք, միասին աշխատենք եւ փորձենք այդ տարբերի այդ անճշտությունները միասին ուղղել։ Դուք պարզապես պետք է նաեւ մեզ օգնեք այդ հարցում։ Պատրաստ ենք աշխատելու եւ այս թողնա լուծումները կգտնենք։ Բացարձակ անորոշություն է։ Օպերայի հրապարակում օպորինի կորուսված տորացքը նույն օրշինով աչափում, ինչ որ բարձր լեռնային հեռավոր մի գյուղ։ Կորուսված գյուղացու չգիտեմ, անասնակում կամ բնակարան։ Սրա մասին է խնդիրը, ես խնդրեմ օրենսդրորեն որոշակի մոտեցում լինի սրա, որ մարդիկ ունեն վավերացնել։ Կարևորելով տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը Մարտին Սարգսյանը նշեց, որ մարզերում իրենք սկսել են հանդիպումների շարք խորհրդատվություն տալու նպատակով։ Այդ հանդիպումների ընթացքում նաև տրվում են լուծումներ տարիներ շարունակ կուտակված հարցերին։ Տիգրան Վակիմյան, Վարդգես Խաչատրյան, Գեղամա օր։ Փոքրիկ Վարդենի լույս աշխարհ գալու լուրը Վարդանյանների կենցաղում փոխեց ամեն ինչ։ Երեխայի ընտանիքը մինչ այդ ապրում էր արտասահմանում, սակայն ծնողների ցանկությունը մեծ էր, որ բալիկը ծնվեր հայրենիքում, հայեցի միջավայրում, շրջապատված տատիկ, պապիկների ու հարազատների հոգատարությամբ ու սիրով։ Այդպես էլ եղավ։ Վարդենին այսօր արդեն 3.5 տարեկան է։ Ընտանիքի համար առաջնային է եղել առողջ բալիկ ունենալը։ Ծնողներն ի սկզբանե երեխայի սեռին կարևորություն չեն տվել։ Մեր համար կարևորը որ առողջ երեխա լինի, ճիշտ ասած ամուսինս ավելի շատ աղջիկ երեխա էր ուզում։ Ու աղջիկ ծնվեց, մենք չէինք էլ իմացել առաջին բալիկը ինչա լինելու, աղջիկ թե տղա, չէ, ուզում ենք մեր համար անակնկալ լինի, էլի։ Ու ընտանիքում, ասենք, օրինակ կեսարս էլ իմ ծնողներն էլ իրենց համար միևնույն էր, էլի տղա երեխա կլինի թե աղջիկ, կարևորը որ երեխա լինի, նոր երեխա լինի ընտանիքում եւ առողջ լինի ու տղա թե աղջիկ արդեն երկրորդական նշանակություն ունի։ Վանենի մայրիկը նշում է, որ տղաների եւ աղջիկների միջև պետք չէ տարբերություն դնել։ Երկու սեռերն էլ հավասարազոր են եւ 21-րդ դարում երկուսն էլ իրենց խելքի եւ աշխատասիրության շնորհիվ կարող են մեծ նվաճումներ ունենալ։ Ոնց են մտածում այդ ծնողները, ովքեր որ ավելի շատ սպասում են տղա երեխա, իրենք մտածում են վաղը միշտ մենք որ մեծանանք, ոնց որ տղան է ընտանիքի հենասյունը, ինքն է մեզ պահելու, ասենք աղջիկա հետ նման հույսեր բաներ չեն կապում, աղջիկը դե կամուսնանա, կգնա, բայց այդ ոնց որ sense տեսակ հնացած մոտեցում է, որովհետև ասենք այս ժամանակակից դարաշրջանում աղջիկներն ու տղաները ու զարգացած երկրներում իրենք համարյա հավասար, որոշ դեպքերում նույնիսկ որոշ կանայք ավելի շատ
աշխատավարձ են ստանում, քան թե տղամարդիկ, այսինքն մտածել, որ ընտանիքի ֆինանսական հոգսը մենակ տղայի վրա է ընկնում, ոնց որ արդեն հնացած մոտեցում է, որովհետև աղջիկն էլ կարող հավասար աշխատի եւ այստեղ կարևորը ոչ թե նայա թե տղայա թե աղջիկ, այլ ինչքանով է մարդը խելացի, ինչքան խելացի է, այնքան ավելի շատ նվաճումներ կարա ունենա իր աշխատանքի մեջ ու ավելի բարձունքների հասնի։ 3.5 տարեկան փոքրիկը օրվա մեծ մասը մանկապարտեզում է անցկացնում։ Փոքրիկ Վարդենին եւս գիտի, որ իրենց ընտանիքը շուտով համալրվելու է մի նոր բալիկով։ Ծնողներն այս անգամ էլ չգիտեն, թե ինչ սեռի երեխա են ունենալու։ Գիտեն մի բան, որ իրենք ունենալու են շատ երեխաներ։ Վարդենին շատ անհամբեր սպասում է, ինքը ասում է ես քույրիկ եմ ուզում, բայց ասում է դե կտեսնենք ինչ կլինի, որտեղ մենք իրեն ասել ենք, էլի չգիտենք, կամ տղայա կամ աղջիկա, ոնց որ մեր ուզելով չի, էլի ինչ որ բնությունը, ինչ որ Աստված տա, այդ էլ կլինի։ Ամուսինս էլի աղջիկ է ուզում, հետաքրքիր է, երբ որ ուրիշ սեռի երեխա ես ունենում, ասենք եթե աղջիկ ունես, տղա ես ունենում կամ եթե տղա ունես, աղջիկ ես ունենում, ոնց որ այդ հակառակ սեռը նորություն է որպես երեխա, բայց իհարկե ինչ երեխա է լինի, մենակ թե առողջ լինի։ Վանենի մայրիկը նաև օրինակներ բերեց միջազգային փորձից ու վիճակագրությունից։ Նրա խոսքերով աղջիկները միայն ամուսնանալու եւ երեխա ունենալու համար չեն։ Ամբողջ աշխարհում կանայք մեծ ներդրում են ունենում պետության զարգացման համար, եւ ըստ վիճակագրության, այն ընկերությունները, որտեղ գերակշռում են կին ղեկավարները, դրանք ավելի հաջողությունների են հասնում։ Մասնագիտությամբ հոգեբան Վանենին նշում է, որ ամեն դեպքում երեխան երեխա է եւ սեռերի հավասարությունն ու օրինաչափությունը վերահսկում է հենց ինքը բնությունը։ Ուզեի բոլորին կոչ անել, որ ապավինեն բնությանը, պետք չի այդ հավասարակշռությունը խառնել, որովհետև ոնց որ բնությունը ի վերուստ ունի ինչ որ բաշխվածություն, այսինքն ամբողջ աշխարհում կա մի օրինաչափություն, ըստ որի տղամարդիկ ու կանայք են ծնվում ու իրականում երբ որ նայում ես վիճակագրությունը, այնպես է որ տղաները ավելի շատ են ծնվում, մի փոքր ավելի շատ են բնությունից, էլի ոչ թե մարդու միջամտության միջոցով, այլ ուղղակի հենց այդպես է։ Բոլորին կոչ եմ անում, որ ապավինեն բնությանը ու բաց լինեն, այսինքն երեխան մնում է երեխա եւ վաղը մյուս օրը աղջիկ թե տղա միևնույն է իրենք մեր կողքին են լինելու, եթե կարիք ունենանք, իրենք մեզ կօգնեն ու եթե իրենք կարիք ունենան, մենք էլ իրենց կօգնենք, անկախ նրանից տղա են թե աղջիկ։ Վարդանյանների ընտանիքի պատմությունը նկարահանվել է Գեղարե կրթամշակութային հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կյանք հանուն կյանքի» ծրագրի նախաձեռնությամբ։ Այն իրականացվում է Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար ծրագրի շրջանակներում, Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Save the Children կազմակերպության, Արմավիրի զարգացման կենտրոն, Մարդուն ու կանանց համայնքային խորհուրդ հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ։ Տիգրան Օվակիմյան, Վարդգես Խաչատրյան, Գեղամա։ Arm Fighting մարզաձևի Գեղարքունիքի մարզային ֆեդերացիան իր գործունեությունը մարզում իրականացնում է արդեն 2 տարի։ Մարզաձևի ջատագովներից է Գեղարքունիքի մարզային ֆեդերացիայի նախագահ Arm Fighting-ի գլխավոր մրցավար Խաչիկ Գևորգյանը։ Պրոֆեսիոնալ մարտերը 21-րդ դարի գլադիատորական մարտեր են կոչվում։ Ինքը հենց դրա համար էլ ստեղծվել է աշխարհում, Ամերիկայում է ստեղծվել։ Հիմնականում ինքը շատ պրակտիկ սպորտաձև է։ Arm Fighting-ն իր մեջ ներառում է մի քանի մարզաձևեր, հայտնի է որպես մարտեր առանց կանոնների, սակայն մարզաձևն ունի հստակ կանոնադրություն։ Այս սկզբունքով են առաջնորդվում նաև մարզաձևով զբաղվող մարզիկները։ Մարզաձևը ուրիշ մարզաձևերից նրանով է տարբերվում, որովհետև այս մարզաձևի մեջ տարբեր մարզաձևեր են կիրառվում, նույն ըմբշամարտ, նույն կարատե, քիքբոքսինգ, հարվածային եւ գցումային մարզաձևեր։ Թույլ է տալիս ամեն կողմից զարգանալ, ընդհանուր գնելիք ունենալ, ընդհանուր մրցումների սպորտի մասին, զարգացնում է այս սպորտը եւ ուղեղը եւ մարմինը։ Arm Fighting-ի Գեղարքունիքի մարզային ֆեդերացիայում այսօր արդեն խոսում են առկա հաջողությունների, ընթացիկ գործունեության եւ հետագա անելիքների մասին։ Պրոֆեսիոնալ Arm Fighting ֆեդերացիան հնարավորություն ունի մասնակցելու միջազգային մրցաշարերի, տարածաշրջանում միակ կազմակերպությունն է, որը ճանաչում է աշխարհը, որտեղ գրանցված է Շերդոկում։ Շերդոկը միջազգային կազմակերպություն է, որտեղ մարզիկներին աշխարհի լավագույն ակումբներում հրավեր ենք ստանում։ Հիմի ունենք պայմանագիր կապած Չինաստանի հետ։ Նու 2 անգամ արդեն մասնակցել ենք, Թեհրանում ունենք պայմանագիր, Թեհրանում ենք մասնակցել, նաև պատրաստում ենք պրոֆեսիոնալ
մրցումների հոկտեմբեր ամսին։ Ընդհանուր մարզվում եմ 7 տարի սպորտով, բայց Our Fighting ֆեդերացիայում մարզվում եմ 2 տարի։ Սպորտային կարիերայումս ունեցել եմ 55 մենամարտ, որոնցից ունեցել եմ բոլորը հաղթանակ։ Կառանձնացնեմ մրցումներից Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչի հետ, որին հաղթեցի վերջերս։ Այս պահին Our-Fighting-ով զբաղվող մարզիկներն իրենց ուսումնամարզական պարապմունքներն անցկացնում են Գավառի պետական համալսարանի մարզադահլիճում։ Ուզում եմ առցից օգտվել եւ շնորհակալություն հայտնել Գավառի պետական համալսարանի ռեկտոր Տիկին Հակոբյանից սպորտաձևին մեծ աջակցություն ցուցաբերելու համար եւ այս գեղեցիկ դահլիճը վարձահայտուց տրամադրելու համար։ Նաեւ Սինանյան Արեգին։ Շաբաթական 3 անգամ անցկացվող ուսումնամարզական պարապմունքներին պարտաճանաչ կերպով հաճախում ու ջանասիրաբար մասնակցում են նաև Սևանի ու Մարտունու մարզիկներն ու մարզիչները։ Արայիկ Աղաջանյանը օրինակ անհամբերությամբ է սպասում, թե երբ իրենց գյուղում կգործի Our-Fighting-ի մարզական ակումբը, իսկ այդ օրը հեռու չէ, այդ ուղղությամբ մարզային ֆեդերացիան լուրջ աշխատանքներ է իրականացնում։ Ունենք ծրագրեր բացելու Վերի Գետաշեն գյուղում, Գեղովիտ գյուղում, Ներքին Գետաշեն ինչպես Թազագյուղ գյուղում, շատ ծրագրեր ունենք։ Ընթացքում կբացենք, ընթացքում ժողովրդին ցույց կտանք մեր մարզիչներին, մարզասիրահարներին ցույց կտանք ինչպեսի մարզաձև է։ Պրոստո գիտեք, այս մարզաձևը ինքներդ եք տեսնում, շատ զարգացած մարզաձև է, աշխարհում մեկ, Հայաստանում մեկ, շատ զարգացած է ու բոլորն էլ հաճելի կլինի բոլոր մարզասերներին, որ դուրս գան երկրից դուրս եւ մրցույթներին մասնակցեն։ Առաջիկայում մարզաձևի մարզական ակումբներ կգործեն նաև Մարտունի քաղաքում, Գեղովիտ գյուղում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքում։ Սևանում Our-Fighting-ի մասնաճյուղն արդեն գործում է։ Հաջողություններից ողջևորված տարեստարի ավելանում են մարզիկների քանակը։ Արդեն բավականին մարզիկներ ունենք, շատ լավ պատրաստված։ Արդյունքը երևում է մեդալներն ունենք, դիպլոմներն ունենք, գավաթները ունենք։ Our-Fighting-ի մասնաճյուղ է գործում նաև Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում։ Այստեղ մարզիկների հետ աշխատում է մարզիչ Մանուկ Մխիթարյանը, ով իր խոսքում նշեց, որ արվում է հնարավոր ամենը մարզաձևը մասսայականացնելու եւ մարզաձևով հետաքրքրված մարզիկների թիվն ավելացնելու ուղղությամբ։ Շուրջ 2 տարի արդեն գործում է Արծվաքարում Our-Fighting ֆեդերացիայի մասնաճյուղը։ Ունենք մարզիկների մոտ լուրջ ռեզուլտատ, բոլոր մրցաշարերին նրանք մասնակցում են եւ բավականին մեծ արդյունք են ցուցաբերում։ Եվ այսօր կարելի ասել արդեն զարգացման շեմին է։ Մենք աշխատանքներ ենք տանում, որպեսզի ինչպես նաև մեր մասնաճյուղում, այնպես էլ բոլոր տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի բոլոր տարածաշրջանում ակտիվանան եւ զարգացվեն բոլոր մարզական ակումբները։ Իդեպ մարզաձևով զբաղվում են ոչ միայն տղաները։ Գավառի թիմում կա աղջիկ մարզիկ, ով արդեն արձանագրել է լուրջ հաջողություններ։ Մեր աղջիկը Հայաստանի չեմպիոն է, հակառակորդ չունի, որպես աղջիկ ինքը կպնում է միայն տղաների հետ։ Ես սիրով եմ գալիս այս պարամունքներին, որովհետև ճիշտ է աղջիկ չկա այս պարամունքների տեղը, բայց ես էլ սիրով եմ գալիս ու կցանկանամ, որ շատ աղջիկներ կան, որովհետև ես զույգ չունեմ ու ես մասնակցել եմ շատ մրցումների ու ունեմ լիքը հաջողություններ ու հուսով եմ, որ իրանք կտենան ու կխրախուսեմ ես իրանց ու իրանք կցանկանան գալ այս պարամունքներին։ Եվ չնայած մարզաձևի վտանգավորությանն ու դժվարություններին, այն նաև հետաքրքիր է ու հաճելի, հավելում է Խաչիկ Գևորգյանը եւ դրանց հաղորդ դառնալու համար հրավիրում հետաքրքրված մարզիկներին ու մարզիչներին մուտք գործելու Our-Fighting մարզաձևի հետաքրքիր աշխարհ։